Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, դրանք էական նշանակություն ունեն տարածաշրջանի բարեկեցության համար, ասված է Ադրբեջանի անկախության օրվա առիթով ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում։ Մարկո Ռուբիոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Նաև աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ճանաչում ենք այդ երկրի աճող նշանակությունը որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց, նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Ռուբիոն հավելել է, ԱՄՆ-Ադրբեջան գործընկերությունը շարունակվում է անվտանգության, էներգետիկ գործակցության և տնտեսական ոլորտներում։ Վաշինգտոնը հավատարիմ է Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում մամուլի ազատության պաշտպանությանը, այդ երկրի սահմանադրությանը համապատասխան։ Ակնկալում ենք խորացնել մեր գործակցությունը և միասին աշխատել ապահովելու խաղաղ, բարեկեցիկ ապագա Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար, ասված է պետքարտուղարի ուղերձում։ Մոսկվան հետաքրքրված է, որ Երևանի և Բաքվի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքվի, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Անդրեյ Բելոուսովը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Նա հավատացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Միևնույն ժամանակ Բելոուսովը կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասում ակտիվացել են արտատարածաշրջանային երկրները, որոնց նպատակը նախարարի խոսքով ոչ թե անվտանգության ամրապնդումն է, այլ տարածաշրջանում ազդեցության ընդլայնումը։ Տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդների գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Պակիստանը քաղաքական և բարոյական աջակցություն են տրամադրել Ադրբեջանին։ Այսօր կրկին հաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը, շեշտել է Ալիևը։ Նա նաև գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան կարևոր դեր են խաղացել տարածաշրջանում և դրանից դուրս էներգետիկ անվտանգության ապահովման գործում, մեկնարկել են վերականգնվող էներգիայի արտադրության և արտահանման նախագծեր։ Ռազմավարական նշանակություն ունեն տրանսպորտային միջանցքները, որոնք անցնում են Ադրբեջանով և Թուրքիայով կապելով Ասիան Եվրոպայի հետ, հավելել է Ալիևը։ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կայունություն և բարգավաճում կհաստատվի։ Մենք 3 եղբայրական երկրներ ենք, առաջնորդվում ենք փոխադարձ սիրո, հարգանքի և վստահության սկզբունքներով, շարունակում ենք ամրապնդել կապերը բոլոր ոլորտներում, աջակցում ենք մեր գործակցությունը ռազմավարական գործընկերության վերածելու քայլերին, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Շահբազ Շարիֆն էլ բարձր է գնահատել Իսլամաբադ-Բաքու կապերը, շեշտել, երկու երկրներն աջակցում են իրար Ղարաբաղի, Քաշմիրի և Հյուսիսային Կիպրոսի հարցերում։ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ 2026 թվականին պատերազմն արդեն ավարտված կլինի։ Նրա խոսքով պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ, բանակցել ցանկացած ձևաչափով, այդ թվում Վատիկանում, Շվեյցարիայում և այլ վայրերում։ Հանդիպումների ձևաչափը կախված է զրույցի թեմաներից։ Եթե խոսելու ենք անվտանգության երաշխիքների մասին, ես կցանկանամ, որ եվրոպացիները ևս ներկա լինեն, շեշտել է Զելենսկին։ Պուտին-Զելենսկի հանդիպում հնարավոր է, բայց այն կարող է կայանալ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև կոնկրետ պայմանավորվածություններից հետո։ Այս մասին էլ հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերն այժմ ժամանակավոր հրադադարի պայմանների ցանկ են մշակում։ Հարկավոր է համաձայնեցնել հուշագրի տեքստերը, մինչ այդ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, նշել է ռուս պաշտոնյան, հավելել, բանակցությունների հաջորդ փուլի մասին կհայտարարվի։ Դիանա Գասպարյան, լուրեր։